Մեր պետությունն ու մեր ինքնությունն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելով Հայաստանի ամերիկյան համալսարանում հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովում։ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային ինքնությունը կանխորոշող 3 հիմնական բաղադրիչ է առանձնացրել։ Առաջինը քրիստոնեությունը, երկրորդը հայ առաքելական եկեղեցին եւ երրորդը հայոց գրերը, որոնցով արտահայտվում է մեր լեզուն։ Այդ 3 հիմնասյուների մեջ չնշեցի պետությունը, հետևաբար արդյոք հակասություն չկա իմ առաջին եւ երկրորդ ասացի մեջ, ընդհակառակը իմ արձանագրումն այն է, որ իմ երկրորդ թվարկմամբ հիմնավորում է ասածը, ինչու, որտեղ իմ կարծիքով մենք չենք նկատում մի կարևոր առանձնահատկություն, ընդ որում ես իմ բոլոր վերջին շրջանի բանախոսություններում ասում եմ, որ իմ բանախոսությունները ունեն հռչակված, այսինքն հայտարարված եւ թաքնված վերնագիր եւ միշտ բոլոր դեպքերում այդ թաքնված վերնագիրը ես արտահայտում եմ հետեւյալ կերպ, այսինքն եթե հայտարարված վերնագիրը իմ բանախոսության իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, թաքնված վերնագիրը վերցված է նոր կտակարանից, Մատթեոսի ավետարանից, որտեղ ասվում է պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, պիտի լսեք եւ պիտի չիմանաք։ Ամբողջ խնդիրն ու առանձնահատկությունն այն է, որ եւ քրիստոնեությունը եւ հայ առաքելական եկեղեցին եւ գրերը ձեռք են բերել պետականության գոյության պայմաններում պետականության շնորհիվ եւ պետական որոշումներով, ընդգծել է վարչապետը։ Ինչու ենք մենք քրիստոնյա։ Հարց է, որին մենք շատ հաճախ չէ որ անդրադառնում ենք։ Իսկ մենք քրիստոնյա ենք, որովհետեւ Տրդատ երրորդ թագավորը հրովարտակով սահմանել է, որ մենք քրիստոնյա ենք։ Ես սովորաբար ասում եմ, իհարկե ասվածս մի քիչ սուր կարող է հնչել, ես ասում եմ, որ մենք այդ առավոտ քրիստոնյա չէինք, բայց երեկոյան արդեն քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ թագավորը հրովարտակով սահմանեց, որ մենք քրիստոնյա ենք։ Իհարկե մյուս հատվածները շատ չեն առնչվում իմ խոսույթի հետ, Գրիգոր Լուսավորիչը խորվիրապում, որսի ժամանակ Տրդատ մեծը խոզի կերպարանք ստացավ, դրանք կապ չունեն մեր ասելիքի հետ։ Այսինքն քրիստոնեություն մենք ընդունել ենք պետական որոշմամբ եւ մենք քրիստոնյա դարձել ենք պետական որոշմամբ։ Հաջորդը ինչու է հայ առաքելական եկեղեցին անկախ եկեղեցի։ Այսինքն քրիստոնյա աշխարհի անկախ եկեղեցիներից մեկը։ Իսկ դա ունի ընդամենը մեկ պատճառ, որովհետև 373 թվականին Ներսես եպիսկոպոսապետի մահվանից հետո Պապ թագավորը որոշեց, որ մեր եպիսկոպոսապետը չպետք է ձեռնադրվի Կեսարիայում, այսինքն չպետք է նշանակվի Կեսարիայի մետրոպոլիտության կողմից, որովհետև նա արձանագրեց, որ մենք պետություն ենք եւ հետեւաբար պետությունը կարող է ինքը որոշել ով է իր եկեղեցու ղեկավարը, այն եկեղեցու, որը հիմնադրվել էր Հայաստանում պետական որոշմամբ։ Խոսելով հայոց գրերի գյուտի մասին, երկրի ղեկավարը նշել է իր կարծիքով խորհրդային պատմաբանությունը ինչ-որ միտեղ դիտավորյալ էականորեն նսեմացրել է հայոց գրերի գյուտի մեջ պետության դերը։ Իսկ ո՞րն է մեր գրերի գյուտի պատմությունը։ Իսկ գրերի գյուտի պատմությունը հետևյալն է։ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը Վրամշապուհ արքային ըստ էության ներկայացնում են, որ քրիստոնեությունը, որը մենք պետական որոշմամբ ընդունել ենք որպես կրոն, հնարավոր չի լինում կամ մեծ դժվարություններ կան Հայաստանում տարածելու։ Ինչու? Որովհետև ժողովուրդը անհաղորդ լինելով Սուրբ գրքին, որովհետև Սուրբ գիրք այդ ժամանակներում կամ հունարերեն կամ կամ այլ լեզուներով, ժողովուրդը նույնիսկ մայրենի լեզուն չգիտեր, ուր մնաց թե հունարեն եւ ասորերեն, եւ ահա քրիստոնեությունը պետական որոշմամբ սահմանված տարածելու համար անհրաժեշտ է ունենալ գրեր։ Եվ Վրամշապուհ արքան է, որ Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթևին հուշեց եւ հիշեց, որ կար Դանիել Ասորի, որ ասում էր, որ ինքը ունի հին հայկական նշանագրեր եւ մարդ ուղարկեց, որպեսզի նշանագրերը բերվեն Հայաստան, նշանագրերը բերվեցին Հայաստան եւ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ լեզուն զարգացել է, իսկ նշանագրերը մնացել են նույն տեղում եւ հետեւաբար նրանք չեն արտահայտում
հայոց լեզուն եւ չեն կարող արտահայտել հայոց լեզուն, այդ ժամանակ էր, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը ձևավորվեց եւ ուղարկվեց գրերի հետևից Եդեսիա եւ այլն տարբեր բոլորիս հայտնի պատմություն։ Հաջորդ առանձնահատկությունը, որ ուզում եմ ընդգծել, հետեւյալն է, որ Վրամշապուհ արքան անձամբ Թափորի գլխավորությամբ դուրս եկավ դիմավորելու Մեսրոպ Մաշտոցին, որը արդեն գրերը ստեղծել էր եւ վերադառնում էր Հայաստան։ Սա կարևոր արարողակարգային նրբություն է, որովհետեւ արքան միշտ եւ ամեն դեպքում չի բնականաբար դուրս գալի ինչ որ մեկին դիմավորելու։ Նա դա անում է բոլոր այն դեպքերում, երբ դրա համար կա պետական անհրաժեշտություն եւ սա ցույց է տալիս իմ կարծիքով, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը պետական առաքելություն է։ Վարչապետն անդրադարձել է նաև այն հարցին, որին ըստ Փաշինյանի մեր իրականության մեջ ընդունված չի անդրադառնալ։ Օրինակ, ինչու է Մայր Աթոռը էջմիածնում։ Ինչու է Մայր Աթոռը էջմիածնում։ Մեր սիրելի ներկա ուսանողներից կարող են օրինակ պատասխանել կամ ունեն վարկած ինչն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է էջմիածնում եւ ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում, ինչն է պատճառը։ Կա վարկած, ինչն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է էջմիածնում։ Դրա համար կա ընդամենը մի պատճառ, որովհետեւ 301 թվականին Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր։ Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում Մայր Աթոռի էջմիածնում լինելը, էջմիածինը իմիջայլոց Մայր Աթոռի կառուցման վայրն է, որ համաձայն ավանդության տիրոջ իջնելու վայրը, բայց դա էլ է հարց, ինչու է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղում իջնել, չէ՞, նա էլ գիտի, որ որտեղ է պետք իջնել եւ տվյալ դեպքում Տերը իջել այդ տեղում, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը։ Հաջորդը, ինչու է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում։ Էլի դրա համար կա ընդամենը մի պատճառ, եւ այդ պատճառը հետեւյալն է, Վաղարշապատը Հայաստանի մայրաքաղաքն էր։ Վարչապետն անդրադարձել է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության մասին խոսելուց հետո հնչած այն քննադատություններին, թե կառավարությունն ու վարչապետը փորձում են նենգափոխել պատմությունը, փոխել մեր ինքնությունը։ Այն ինչ քիչ առաջ ես ձեզ ասացի, այդ բոլորը ես բնականաբար ոչ մի նոր պատմական փաստ չեմ ոչ միայն հորինել, այլև ինքս չեմ հայտնաբերել, բարեբախտաբար թե դժբախտաբար չգիտեմ, եւ բոլոր այն փաստերը, ինչի մասին ես ասեցի, ես նույնիսկ այստեղ էջերը նշել եմ, որ եթե հանկարծ հարց ծագի, ինչքանով են այդ պատմական փաստերը հավաստի, բոլորը բերված են այս գրքից։ Հայոց պատմություն, ակադեմիական հրատարակություն 2018 ճիշտ է թվական, բայց այս գիրքը հարցված էր տպագրել մինչև իմ վարչապետ դառնալը եւ հետեւաբար որևէ կերպ իմ ազդեցությունը այս գրքի հրապարակման ել չեմ ասում, որ մեր հարգելի պատմաբանական հանրության վրա ով ասես ազդեցություն ունի բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ մենք նման խնդիրներ մեր առաջ ընդհանրապես չենք դնում։ Եվ բայց այս գրքում ինչ է գրած, կարևոր է այս գրքում արձանագրված է, որ գրերը ստեղծվել են հայոց արքայի հովանավորությամբ, որ դպրոցները բացվել են հայոց արքայի Վրամշապուհ արքայի հովանավորությամբ եւ այլն, այսինքն ինչ ես շարադրեցի բացարձակապես ակադեմիական հրատարակված պատմության գրքերից են։ Բայց կա նաեւ մի հատ շատ ուրիշ եւ կարևոր հարց։ Ես խոսեցի 301 թվականին ծավալված եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Իսկ հարց 301 թվականից առաջ մենք ունեցել ենք ինքնություն, թե չենք ունեցել։ 301 թվականը արդյոք մենք կարող ենք ասել, որ 301 թվականը այն տարին է, որից հետո մենք կամ դարձանք կամ սկսեցինք կոչվել հայ։ 301 թվականից առաջ արդյոք մենք կոչվել ենք հայ, արդյոք ունեցել ենք ազգային ինքնություն։ Իհարկե ունեցել ենք։ Ըստ վարչապետի այդ ինքնությունը ձևավորվել է պետականության շնորհիվ։ Պետականություն հասկացություն այն ժամանակ
չկար որպես այդպիսի, այսինքն ես չեմ հանդիպել, որ մենք այդ ժամանակների պատմության մասին խոսելիս օգտագործենք պետություն, պետական, այդ ավելի ուշ հաստատված գիտական ձևակերպումը, բայց ինքնությունը այդ ժամանակներում բոլոր ինքնությունները կամ շատ ինքնություններ կանխորոշվել են արքաներով, այսինքն արքան է եղել պետության սիմվոլը եւ ինչպես Լյուդովիկոսը ժամանակին ասել է, պետությունը ես եմ եւ բնականաբար մեր դեպքում էլ պետությունը եղել է Արտաշես արքան, Տիգրան արքան, Տրդատ արքան, մյուս արքաները, Երվանդունիները, Արտաշեսյանները եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետևաբար սա եւս մի փաստ է եւ կանխադրույք թե, որը հիմնավորում է թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է եւ հետևաբար իմ կանխադրույթը այս տրամաբանությամբ այն է, որ Հայաստանի Հանրապետությունն է մեր ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետությունն ու նրա գոյությունը եւ նրա զարգացումն է մեր ինքնության պահպանման երաշխիքը։ Այսօրվա Հայաստանը ունի պատմական մի առանձնահատկություն, որը նախկինում երբեք տեղի չի ունեցել, ընդգծել է վարչապետը։ Եվ այդ առանձնահատկությունը նա է, որ ի տարբերություն Լյուդովիկոսյան տրամաբանությամբ, որը ասում է պետությունը ես եմ, Հայաստանի Հանրապետությունը այսօր առավել եւս ասում է պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը եւ սրանում որևէ չափազանցություն չկա, ես գոնե կարող եմ արձանագրել, որ 2018 թվականից մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտրությունում, ոչ մի քվեաթերթիկ չի կեղծվել, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում բոլոր առանց բացառության բոլոր մակարդակի իշխանությունները ձևավորվում են ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանի քաղաքացիները ցանկացած պահի անկախ ընտրություններից, բայց խաղաղ եւ օրինական միջոցներով կարող են արտահայտել իրենց կամքը։ Ավարտելով իր խոսքը վարչապետը շեշտել է. մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է։ Չի կարող լինել պարզապես այլ ինքնություն։ Մեր ինքնության պահպանման միակ եւ բացառիկ երաշխիքը պետությունն է, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը։ Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին եւ դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերին ու տեսլականին։ Տաթև Խաչատրյան, լուրեր։